Դե ինձ սիրելիներ, երկու նոր զարդ եմ ստացել, եկեք բացենք ու նայենք, թե ինչ կա ներսում, հետաքրքիր զարդեր են, կարող եք հիանալ ինձ հետ միասին, սպասել եմ, որ ձեր հետ բացեմ, դե գնացինք։ Նվեր է դրել, ինչ հաճելի անակնկալ է, ես գնել եմ ականջողերը և նա ինձ նվեր է դրել թևնոցը, շատ հաճելի է նվերներ ստանալ, իսկապես հաճելի անակնկալ է, պատկերացնում եք, սա բնական փիրուզ է, անմիջապես ես զգացի, որ բնական փիրուզ է և բավականին սառն է, շատ ուրախացա և ուրախ եմ նաև այս գեղեցիկ ականջողերի համար, հապա նայեք ինչ գեղեցկություն է, երկուսը մեկում իմ սիրած քարերն են, բորոկական ծեծված մարգարիտը և փիրուզը, շատ գեղեցիկ համադրություն է, կհամաձայնեք ինձ հետ վստահ եմ, եթե ճտոցով է փակվում, ուրեմն ֆիքսացիան լավ է, շատ ուրախ եմ այս ականջողերի համար, ես գնել եմ կոլեկցիոներից, նա նույնպես ինձ նման սիրում է զարդեր, զարդերի սիրահար է և հավանաբար նույն կերպ է վարվում, ինչպես ես, համ հավաքում է, համ կրում է, համ էլ կողքից միգուցե թեթևացնում է իր կոլեկցիան, այս ականջողերի համար պայքարողները շատ էին, բայց ի վերջո ինձ բաժին հասավ, սա այն դեպքն էր, երբ զարդը գտնում է իր տիրոջը, ինչպես ականջողերի, այնպես էլ այս հիասքանչ թևնոցի համար, շնորհակալ եմ նրան ևս մեկ անգամ, ահա այսպես, պատվիրեցի մեկը, ստացա նվեր մյուսը, այս ամառ մեծ հաճույքով կկրեմ այս թևնոցը այս ականջողերի հետ, ճիշտ է ականջողերը ծովային թեմա է, ինչպես տեսնում եք փիրուզ, բորոկական մարգարիտ, բայց կարելի է կրել նաև քաղաքում, որովհետև ոճը, լոկանիկ ոճը թույլ է տալիս ամառային լուքերի հետ կրել այս զարդերը։ Հերթը հասավ հաջորդ փաթեթին, հիմա կբացեմ այն, փաթեթավորումը ինձ գոհացրեց, արդեն երևի թե երևաց, բայց հիմա կվայելենք միասին այս շքեղությունը, այնքան գեղեցիկ է, ուրեմն այս բրոշը, նախորդ դարի երկրորդ կեսերին թողարկված բրոշ է, օգտագործված է մանուշակագույն կրիստալներ, կենտրոնական էլեմենտը մոնոկրիստալ է, խոշոր չափսերի, շրջապատված է ավելի մանր կրիստալներով և կոնտուրինգը այս բրոշի արդեն խոշոր կրիստալներն են, չեխական բրոշ է, ներսում առկա է ֆիլիգրան աշխատանք, ահա այստեղ, և օղակաձև կարկաս, բրոշը ունի 3D էֆեկտ, այսպես եթե պահեմ կտեսնեք ինչքան խորքային է կառուցվածքը, կարծես 3 շերտից բաղկացած լինի, կարկասը գմբեթաձև քարերի շարասյունը և արդեն մոնոկրիստալը, շատ գեղեցիկ բրոշ է, ես հիացած եմ ուղղակի, լույսը շատ խորքից է արձակում, կարծես ադամանդի դաջվածք ունենա այս բրոշը, միգուցե կամերան այդպես չի փոխանցում, բայց իրական կյանքում շատ փայլուն է, շատ, չեխական բրոշները, այդ կրիստալները համարժեք են Սվարովսկու կրիստալներին, իրենց բարձր որակով, կրիստալի բյուրեղային մաքրությամբ, ես էլ ձեզ հետ հիանում եմ այս բրոշով, ֆանտաստիկ գեղեցիկ բրոշ է, այս ականջողերը նույնպես ֆանտաստիկ գեղեցիկ ականջողեր են, ասեք, որ այս զարդերը ուղղակի հրաշալի աշխատանքներ են։ Ֆանտաստիկա։ Այսքան բյուրեղային մաքրության կրիստալներ, պատկերացնում եմ արևի լույսի տակ ինչ շողշողուն է լինելու, ես նկարում եմ երեկոյան, ժայլոզները փակ սենյակում, լամպերի ներքո, բնական լույսի շող չի ընկնում, եթե պատկերացրեք այս բյուրեղներից մեկում հայտնվի արևի ճառագայթ, ինչ կարգի փայլուն կլինի այս բրոշի յուրաքանչյուր քարը, կրիստալը, ինչպես ուզում եք անվանեք, և ես այսպես շարունակ հիանում եմ այս կրիստալի բյուրեղային տաշվածքով, հիանալի է ուղղակի, կամերան հազիվ է որսում նրա արծածած ճառագայթային լույսը ուղղակի։ Սիրելիներ, մինչ նկարահանում էի ես այս վիդեոն, ստացա ևս մի քանի փաթեթներ, սկսեմ ամենափոքրից, այս պոճուրիկից, ևս կոճած է ապահովության համար, դե տեսնենք որ զարդն է, հապա նայեք ինչ գեղեցկություն է,
Ինչ շքեղություն, մեղրագույնի բոլոր երանգներով, աբեծածկույթի այս քարերով, ահա սրանք աբեծածկույթ ունեն, աբեծածկույթը դա պերլամուտրային ծածկույթ է, որը հայտնաբերել է Սվարովսկին 1950-ականներից սկսած։ Եթե մեզ ասեն, որ այս բրոշը ավելի վաղ տարիք ունի, բնականաբար չենք կարող հավատալ, քանի որ արկա է աբեծածկույթով Ավրորա Բերիալիս, ահա այդպիսի քարեր։ Եվ այնքան փայլուն է այս բրոշը, որ խամրում է նույնիսկ կամերան։ Եթե համեմատենք նախորդ բրոշի հետ, կա նմանություն եւ կրիստալների փայլը եւ մաքրությունը, ինչպես նաեւ դաջվածքը ներսի, տեսնում եք ինչպիսի ադամանդային դաջվածք ունի։ Բյուրեղները տեսեք, ինչ ջինջ մաքրության են։ Եվ ժամանակաշրջանն է համընկնում նախորդ բրոշի հետ եւ կատարված աշխատանքը։ Նաեւ եկեք տեսնենք կոնստրուկցիան եւ հապա կհամեմատենք մյուս բրոշի հետ։ Ահա կոնստրուկցիան, ինչպես տեսնում եք, տիպիկ 1950-ականներին բնորոշ կոնստրուկցիա է այս մետաղական օղակը, թրոմբոնային փականը, 50-ականների վերջ, 60-ականների սկիզբ, որովհետև բրոշը մասիվ չափերի է։ Եկեք համեմատենք այս մյուս բրոշի հետ, նախ եկեք կոնստրուկցիան համեմատենք, ահա, տեսնում եք նույն օղակաձև կարկասը երկու բրոշի դեպքում էլ արկա է, ինչպես նաև թրոմբոնային փականը, ահա, երկու բրոշի դեպքում էլ նույն փականն է գործածված։ Տարբերությունը միայն կայանում է այս ֆիլիգրանի միջև, գմբեթի ներսում արված ֆիլիգրանը նախորդ բրոշի նուրբ է արված եւ ավելի ոսկերչական աշխատանք է հիշեցնում, քան այս մյուսը, մի քիչ նկատվում է կոպտություն համեմատած նախորդի, բրուտալ է, այդ իսկ պատճառով սա կբնութագրեմ 50-ականների վերջ, սա սկիզբն է 50-ականների, իսկ սա վերջը։ Արդեն երևում է, որ աշխատանքը մի փոքր բրուտալ է արված։ Եվ նայեք այս ֆորման, ահա այսպիսի կարելի է համարել 50-ականների սկիզբ։ Իսկ այս մյուս բրոշը արդ 50-ականների վերջերն է, դիզայնից է զգացվում ավելի շատ եւ նաեւ Ավրորա Բերիալիս քարերը արդեն 50-ականների կեսերին էին ճանաչում վայելում։ Ինչևէ, երկու բրոշն էլ ունեն կենտրոնական մոնոկրիստալներ, որոնց բյուրեղային տաշվածքը Սվարովսկու եւ ավստրիական կրիստալների տաշվածքին է նման, երկուսն էլ շատ փայլուն են եւ շատ հիասքանչ բրոշներ, երկուսն էլ իրավունք ունեն տեղ ունենալու իմ կոլեկցիայում։ Եվ թեպետ այս բրոշները պատկանում են նույն ժամանակաշրջանի նախորդ դարի երկրորդ կեսերին, այնուհանդերձ իրենց ծագմամբ, դիզայնով, մետաղական կարկասով համընկնում են ճիշտ ժամանակի առումով իրար միմյանց հետ, բայց սա ունի օվալաձև կառուցվածք, ինչպես տեսնում եք, իսկ սա արդեն ամբողջովին կլոր է։ Երկուսն էլ շատ գեղեցիկ են, ինձ համար հավասարապես նույն տեղում են գտնվում, պարզապես սա մի քիչ ավելի բրուտալ աշխատանք է, իսկ սա ավելի նուրբ, կանացի, ոսկերչական կտոր, ահա այդպես արված աշխատանք է։ Ես այս բրոշից երբևիցե չեմ բաժանվի, կարծում եմ, որովհետև շատ նուրբ աշխատանք է, թեպետ երկուսն էլ իդեալական են իրենց կրիստալների բյուրեղական մաքրությամբ, իսկ այստեղ օգտագործված է իմ սիրելի գույները, մեղրագույնը, դարչնագույնը, իսկ այս բրոշի դեպքում արդեն կարծես Ալեքսանդրի խորհրդային միության տարիներին բոլորը ունեցել են նման ոսկերչական գործեր, կոմպլեկտներ, մատանիներ, հիշեցնում է ինձ այդ էպոխան։ Երկար ժամանակ կարելի է հիանալ այս հիասքանչ բրոշներով, պատմել նրանց մասին, խոսել նրանց շուրջ, վերադառնալ այդ ժամանակաշրջանը, հիշողություններ եւ այլն, բայց եկեք նայենք արդեն հաջորդ փաթեթը, unboxing անենք միասին։ Ահա։ Եվ ահա այդ գեղեցկուհին, ու ինչ շքեղություն է։ Դարձյալ նվեր եմ ստացել թևնոց։ Վերջին ժամանակներս ինչ որ թևնոցների նվերներ հաճախ եմ ստանում, ինչպես այս ականջողերի դեպքում էր նախորդ վլոգների ժամանակ տեսած կլինեք, գնել էի մի թևնոց, ստացել էի եւս երկուսը նվեր, սա էլ է հետաքրքիր, վինտաժային թևնոց է, ինչպես տեսնում եք, բայց լավ թեմայից չշեղվենք, այստեղ կարևորը բրոշն է, օ ինչ ճոխություն է այստեղ տիրում, ինչ գեղեցկություն, դարձյալ իմ սիրելի մեղրագույն կրիստալները, վառվռուն եւ նաեւ արկա է լիմոնագույն ցերկոնիկներ։ Հիմա տեղադրեմ այստեղ եւ նայենք միասին, ուրեմն ինչ եմ ուզում ասել ես։ Միանգամից նկատում ենք, որ
Բրոշը ունի կորուստներ, ես դա նկատել էի մինչ գնելը, հավանաբար դուք էլ տեսաք, ահա այստեղ կան օղակներ, որտեղ պակասում է հավանաբար այսպիսի էլեմենտներ, կամ եղել է շղթա, այսպես, կամ եղել է փոքրիկ հուլունքներ, չեմ կարող ասել ինչ է եղել, ես բնականաբար չունեմ այսպիսի էլեմենտներ, հնարավոր չէ վերականգնել այդ տեսքով բրոշը, թեպետ չգիտեմ նախնական տեսքով եղել է այս էլեմենտները, թե ոչ, որտեղ եթե այստեղ լինեին եւս երկուսը մի փոքր շատ կլիներ, հավանաբար եղել է, հանել են, որպեսզի շատ չլինի, ես հակված եմ նրան, որ այստեղ եղել է շղթա, կամ էլ ինչ-որ մեղրագույն հուլունքներ, այդ երկուսը կարելի է հայթայթել, տեղադրել, ես կմտածեմ, բայց հավանաբար շղթա կտեղադրեմ ահա այսպես շրջանակի ձևով այս կենտրոնական էլեմենտի շուրջ, այս լիմոնագույն կրիստալները շատ գեղեցիկ են, այս մեղրագույն քարերը խոշոր չափսերի շատ գեղեցիկ են, եթե անգամ չվերականգնեմ էլ բրոշը, այսպես էլ թողնեմ, իրավունք ունի նա այս կերպով էլ գոյություն ունենալ, քանի որ նախ շարմը չի բացակայում ամենևին այս բրոշի այս էլեմենտների բացակայությունից, երկրորդը կարող է եւ հենց ի սկզբանե այսպես է եղել, չի բացառվում, եւ երրորդը տարիքը թույլ է տալիս, որ այս բրոշը ունենա այսպիսի բացակայող դետալներ եւ ինչու ոչ ավելի հարուստ տեսք է հաղորդում այս բրոշին, կարծես ծերացել է պահպանելով իր նախնական շքեղ գեղեցկությունը։ Եկեք նայենք բրոշի ներսի հատվածը, նկատեցիք, որ արկա է ֆիլիգրան ճակատային մասը, ամրացված է այստեղ ինչ-որ մետաղական, ոչ թե թիթեղ ասեմ, այլ ֆիլիգրան, այդպիսի կտոր կա այստեղ, եւ այսպիսի բրոշները կոչվում են լիտայ, այսինքն երկու կտորից է բաղկացած, ոչ թե հավաքվել է բրոշը հիմքի վրա, այլ պարզապես երկու դետալից է կառուցված այս բրոշը, ունի ավելի բարդ կոնստրուկցիա։ Տեսեք գունային գամայով ինչքան են համընկնում այս երկու բրոշները միմյանց հետ, եւ կարելի է կրել նաեւ միասին, ինչու ոչ։ Մեկ բրոշը ինձ համար շատ ձանձրալի է մոնո բրոշ կրելը։ Ես սովորաբար բրոշները խմբականակներով եմ կրում, թեմատիկ կամ գունային գամայով, այդպես ավելի հետաքրքիր տեսք ենք ունենում, քան զուտ մեկ բրոշ առանց ֆանտազիայի կրծքավանդակին կամ օձիքին կպցնելիս։ Հավատացեք, որ եթե թեմատիկ են բրոշները, նույն թեմայի մեջ երբեք ավելորդ կամ շատ չեն նայվի, ընդհակառակ։ Ավելի հետաքրքիր կնայվեն օրինակ այս երկուսը միասին, խմբականակով ավելի գեղեցիկ է։ Ես շատ ուրախ եմ, որ այս բրոշը չնայած իրեն թույլատրելի կորստին, ես ձեռք բերեցի։ Սովորաբար դուք գիտեք, որ ես վինտաժային զարդերը ձեռք եմ բերում առանց կորուստների լավ վիճակում, բայց տվյալ դեպքում ներելի է, նորից եմ ասում, այս կորուստը այս բրոշին, քանի որ տարիքն է այդ մասին մեզ թույլ տալիս մտածել, ինչպես նաև այն շատ շքեղ է ու շատ գեղեցիկ։ Ես ավելի փոքրիկ էի պատկերացնում, բայց քանի որ ստացել եմ այս բրոշը այսքան մեծ մասիվ չափսերի, ավելի ուրախ եմ։ Նախ մի քանի անգամ ավելի ճոխ է եւ կրիստալներն էլ ավելի մեծ են ու վառվռուն։ Հետագայում ժամանակի ընթացքում կստուգեմ ուրանոյին թե ոչ, բայց շատ նման են։ Ինչևէ, եկեք անդրադառնանք ամենավերջին այս մեծ փաթեթին, թեպետ այստեղ է գտնվում այն վերջին բրոշը, որ ես պատվիրել եմ, մեկ բրոշ է, բայց հարմար է գտել, որպեսզի այս մեծ փաթեթով ինձ ուղարկի։ Եկեք բացենք։ Շատ հետաքրքիր բրոշ է մեզ սպասվում։ Այս հրաշքը վերջապես կտեսնեմ ես։ Ահա այն հրաշքը, որ այդքան շտապում էի տեսնել ես։ Ինչ գեղեցիկ բրոշ է։ Հապա մի նայեք կառուցվածքը։ Ինչքան գեղեցիկ է կառուցվածքը, քարերը, շատ գեղեցիկ բրոշ է, շատ հիասքանչ ուղղակի։ Ես էլ ձեր հետ շոկի ենթարկվեցի, կուլտուրային, կոչվում է կուլտուրնի շոկ այդպիսի շոկը, որովհետև երբ հաճախ տեսնում ես արվեստի շքեղ գործեր, նման շոկ ես ապրում, եւ սա այդ դեպքերից մեկն է, մոտիվները արտ դեկո ժամանակաշրջանին բնորոշ զարդանախշերով կատարված բրոշ է եւ օգտագործված է մարկիզներ, ահա այս նշաձև քարերը մարկիզներ են, շատոներ, սրանք շատոն են կոչվում եւ իհարկե նշաձև երկու քար եւ կենտրոնական էլեմենտը արդեն շրջանաձև։ Շատ գեղեցիկ բրոշ է, ունիկալ ուղղակի։ Դիզայնը շատ մտածված է եւ այս քարերի շրջանակները տեսեք, կարծես արքայական լինի։ Թագի տեսքով է արված։ Արքայավայել բրոշ։ Ներսի հատվածը տեսեք, ամբողջը պահպանված է, վնասված գրեթե հատվածներ չունի, շատ հաճախ այս մասերը, որ բաց է լինում այդ կրիստալների,
լինում է գունաթափված, վնասված, քայքայված, ժամանակը թողնում է իր հետքը։ Բայց այս բրոշի դեպքում տեղ-տեղ այս փոքրիկ վնասվածքները դա մինիմալն է, ինչ հնարավոր էր այս բրոշը ունենալ այս տարիքում։ Լինում է, որ ամալգամայի կեսը գրեթե չի լինում, կամ մի քարի մոտ լինում է, մի քարի մոտ բացակայում է, եւ երբ որ բացակայում է, լույսի շողը այլ կերպ է արձագանքում, միանման չի անդրադարձնում, այսինքն կարող է տարբերություն լինել երկու կրիստալների մեջ, եթե հետևի ամալգաման պակասեր։ Շատ ուրախ եմ այս ձեռքբերման համար։ Նույնպես ունիկալ էգզեմպլյար է, հաճախ չհանդիպող, երբեմն չկրկնվող, միգուցե նմանատիպ այլ բրոշներ լինեն, բայց հենց սրանից դժվար թե։ Եվ նման կորությունը բրոշի դեպքում շատ դժվար է տալ։ Հարթ են սովորաբար լինում բրոշները, կամ ասիմետրիկ, հենց այսպիսի սիմետրիկ կորություն տալը այն էլ ձեռքով շատ դժվար է։ Բայց ինչպես տեսնում եք, ոսկերիչի մոտ դա ստացվել է։ Այո, նախկինում բիժուտերիայի վրա աշխատել են ոսկերիչներ, քանի որ բոլորը պատրաստվել են ձեռքով, արտադրամասերում գրեթե բիժուտերիաներ չեն թողարկվել, նույնիսկ հուլունքները չեխական կամ գերմանական հավաքվել են ձեռքով ֆաբրիկաներում, փոքրիկ ֆաբրիկաներում, որտեղ համարյա հաստոցային, դասգահային արտադրության զարդեր, մասնավորապես բրոշներ չեն եղել, սիրելիներս, այդ իսկ պատճառով վինտաժային զարդերը յուրահատուկ են, որովհետև ձեռքի աշխատանքը տարբերվում է շտամբով կտրող յուրաքանչյուր գործիքից։ Մարդկային ձեռքերի ջերմությունը, ասեմ, նրբաճաշակությունն ու գեղեցկությունը փոխանցվում է դարերից դար, մի դարաշրջանից մյուս դարաշրջան։ Սա էլ նախորդ դարաշրջանին պատկանող բրոշ է։ Միգուցե մեզանից շատերը ծնված էլ չեն եղել այդ ժամանակ, եւ հավանաբար հենց այդպես էլ կա։ Մասնավորապես ես, այո, բայց բրոշները իմ թուլությունն են, ես չեմ կարող չհիանալ կամ չգնել դրանք։ Ուզում եմ, որպեսզի բրոշները լինեն ապահով ձեռքերում։ Այն մարդիկ, ովքեր պահպանել են նմանատիպ բրոշները, շատ խորին շնորհակալություն նրանց, որ դեն չեն նետել նկուղներում կամ կտուրներում չեն պահել, այլ կան այդպիսի դեպքեր էլ կան, որ նկուղներում, կտուրներում են պահել եւ ամբողջը քայքայվել է այս ամալգաման, նմանատիպ բրոշներ էլ կան, իհարկե կան, բայց կոնկրետ այս բրոշը պահպանողի առջև ես խոնարհվում եմ, որովհետև լավ վիճակում է պահպանել, պայփայել ու այսօր էլ այն հասել է ինձ։ Հիմա տեսեք թեմատիկորեն այս երկու բրոշներ որքան մոտ են իրար, կառուցվածքորեն, թեմատիկորեն, դարձյալ ոսկերչական նուրբ աշխատանք, կարելի է այո կրել միասին, չի բացառվում, դիզայնը թույլ է տալիս, մետաղական գույնը թույլ է տալիս եւ կրիստալների խորքային գույնը նույնպես։ Ոչ թե ճաշակի հարց է, այլ ֆանտազիայի հարց է։ Կարելի է միատոն հագուստի վրա միագույն համադրել տարբեր գույների, թեկուզ երանգների բրոշներ, ճիշտ տեղեր փակցնելով։ Օրինակ, նմանատիպ բրոշները շատ հետաքրքիր լուծում են ունենում կարծիգանի կամ գործվածքից որևիցե բլուզի կողքի հատվածում, կարելի է այսպես կրել օձիքի շրջանում, ուսի շրջանում, օձիքի շրջանակի վրա, գոտկատեղի վրա այսպես կողքի էլի կողքի շրջանում կրել փուլի բլուզի ներքևի հատվածում, ահա այսպես կողքի վրա, տարբեր կերպերով կարելի է համադրել։ Ամենևին պարտադիր չէ միայն տոնական օրերին համադրել նմանատիպ բրոշները, կարելի է ցանկացած ժամանակ բարձրացնել ձեր տրամադրությունը։ Տրամադրություն չունեք, օքեյ, կարելի է բրոշների միջոցով իսկապես բարձրացնել։ Կամ ըստ տրամադրության, բարձր տրամադրություն ունեք, դարձյալ կարող եք կրել, իսկ եթե չունեք, կարող եք բարձրացնել բրոշների միջոցով եւ այդպես շարունակ։ Ինձ հաճախ են հարցնում, ինչպես մաքրել բրոշները։ Մաքրելու տարբեր կերպեր կան, իհարկե, կախված բրոշի դիզայնից, օգտագործված նյութերից։ Տվյալ դեպքում իմ առջև դրված են կրիստալապատ բրոշներ, որոնք չի կարելի մաքրել հատուկ սարքերում, տվյալ դեպքում այս սարքում։ Քանի որ այստեղ հարկավոր է լցնել հեղուկ, այս սարքը այսպես է աշխատում վիբրացիաների միջոցով։ Այստեղ լցվում է հեղուկ, սպիրտային լուծույթ կամ ախտահանիչ որևիցե հեղուկ, կարող է լինել անգամ սովորական ամանի հեղուկ եւ միացվում է այս սարքը հետեւյալ կերպ
եւ վիբրացիայի միջոցով մաքրվում է զարդերը ամբողջովին իրենց բոլոր խոռոչներով։ Բայց տվյալ դեպքում այս զարդերը չի կարելի մաքրել այսպիսի վիբրացիոն եղանակով, խոնավ անձեռոցիկով մաքրել, նմանատիպ սպիրտային լուծույթներով։ Տվյալ դեպքում ես կմաքրեմ ահա այսպիսի խոնավ անձեռոցիկներով, որոնք նախատեսված են, ասենք, ինչպես նկարի մեջ է պատկերված, դանակ պատահական փայլեցնելու, ժողովրդական լեզվով ասած պոլիշ անելու նպատակով։ Արդեն կա նյութ այս անձեռոցիկի վրա, լիմոնա ջրով ցողված եւ հատուկ նյութերով օժտված անձեռոցիկ է, շատ անուշ հոտով։ Նախ պետք է ստուգենք բրոշի գեզ զգայունությունը, այսինքն ներսի հատվածից ենք փորձում մաքրել։ Տեսնում ենք, եթե մետաղը չի փոխում իր գույնը, շարունակում ենք մաքրել։ Բացում ենք այս հատվածը, ահա այսպես մեծ քանակությամբ, առանց սրա վրա ճնշում բանեցնելու, առանց սեղմելու այս անձեռոցիկը, պարզապես փորձում ենք հնարավորինս մեծ քանակությամբ մակերեսով սրբել այս բրոշը։ Հիմա տեսեք, քարերը մի քանի անգամ ավելի կփայլեն, պոլիշ է անում այս բրոշը, այս անձեռոցիկը, եւ քարերը մի քանի անգամ ավելի փայլուն են դառնում։ Շատ կարևոր է բոլոր խոռոչները մաքրել, կարելի է վերցնել ականջի չոփեր եւ այս արանքները լրիվ մաքրել։ Դարձյալ առանց սեղմելու չի կարելի սեղմել։ Եկեք սպիրտ ցողենք ինչպես անձեռոցիկի, այնպես էլ չոփիկի վրա։ Շատ էլ պետք չի եւ պարտադիր 70%-անոց սպիրտ պետք է լինի, ոչ թե ավելի, եւ հիմա զգուշորեն այս բոլոր արանքները մաքրում ենք, բոլոր խոռոչները փորձում ենք ներթափանցել, բայց այս ամալգամայից, այս ոսկեգույն ամալգամայից պետք է շատ զգուշ լինել, որպեսզի չմաքրել։ Տեսնում եք, ես թեթևակի եմ սեղմում, որ հանկարծ դուրս չգա այդ ամալգաման։ Մասնավորապես այս հատվածներում է հավաքվում ինչ-որ բաներ, նաեւ դրսի հատվածից նույնպես։ Եթե տեսնում ենք, որ բրոշի մետաղը գեզգայուն չէ սպիրտի հանդեպ, փորձում ենք դարձյալ սպիրտ ցողել խոնավ անձեռոցիկին եւ այդպես մաքրել։ Հիմա տեսնում եք, ավելի սկսեց փայլել այս բրոշը, քանի որ այս անձեռոցիկը ուներ պոլիշ անելու նյութ։ Վերցնենք մյուսը։ Սա ավելի կարծես գեզգայուն է այս բրոշը, օտար նյութերի հանդեպ, քիմիական նյութերից պետք է շատ զգուշ լինել բրոշները մաքրելիս։ Հիմա փորձենք ներսի հատվածը նույնպես մաքրել։ Ես փորձում եմ ավելի դելիկատ ձևով մաքրել, որպեսզի զգամ բրոշի սենսիբիլությունը, այսինքն գեզգայունությունը։ Եթե զգում եմ, որ որևիցե ռեակցիա տեղի չի ունենում, ավելի ինտենսիվ կերպով կարելի է մաքրել, ավելի ուժեղ շարժումներով, բայց նորից եմ կրկնում, երբեք ուժ չպետք է գործադրել բրոշի վրա, հակառակ դեպքում կարող է կոտրվել։ Դարձյալ խոռոչները պետք է մաքրել։ Տվյալ դեպքում այս բրոշը, ինչպես տեսնում եք, մաքուր է, չունի այդ կանաչավուն պատինան, հայերեն, ինչպես է այն պատինան հայերենով, այս պահին չեմ հիշում, կներեք, բայց տեսեք, բրոշը ուղղակի ունի մաշվածություն, այն արդեն մաքրված է։ Եվ եթե, հարգելիներս, եթե ասեղը ունի կորություն, ինչպես ենք ուղղում ասեղը, երբեք այսպես չի կարելի սեղմել ասեղը, պետք է բացել բրոշը, ասեղը, դնել ասեղի տակ, դնել մատը, նոր այդ մատի վրա փորձել սեղմել։ Ահա այսպես մատը դնում ենք ասեղի տակ, նոր փորձում ենք սեղմել, ուղղել ասեղը։ Եթե առանց հենարանի փորձենք սեղմել ասեղը, անպայման կկոտրվի կամ կծռվի։
Դրա համար պետք է ունենա հենարան ասեղը, նոր փորձենք ուղղել, շտկել։ Սկզբում մաքրում ենք բրոշի ներսի հատվածը, տեսնենք զգայունությունը մետաղի, նոր հետո անցնում ենք արտաքին հատվածին։ Ահա, այսպես ավելի սկսեց փայլել այս բրոշը։ Բավականին էֆեկտիվ անձեռոցիկ է սա, իսկապես պոլիշ է անում, ոսկեջրած պատարագարները նույնպես ես փորձել եմ։ Եվ կարիք չկա շատ ինտենսիվ մաքրելու, չնչին շարժումներով էլ այն փայլեցնում է բրոշը։ Հիմա անդրադառնանք այս մյուս գեղեցկուհուն։ Տեսնում եք, այստեղ արկա է մաշվածությունը, դա ես չարեցի, քանի որ բրոշը իսկապես հին է եւ տարիքը թույլ է տալիս։ Եվ այստեղ պետք է զգուշորեն անել, եթե սենց ուժեղ տանել բերել, ավելի կբացվի այս քայքայված մասը։ Ասեղի վրա նույնպես կա փոքրի շատ է տարիքային հետք, բայց բրոշը ընդհանուր առմամբ արդեն մաքրված է, անմիջապես զգացվում է։ Երբ սկսում եք մաքրել, անձեռոցիկը չի կեղտոտվում, ուրեմն բրոշը արդեն մաքրված է։ Եվ իհարկե կարելի է մուտք գործել այս ներսի հատվածները, խոռոչները, ահա այսպիսի։ Եթե չի մտնում ականջի փայտիկը, կարելի է մի փոքր պոկել այդ վրայի հատվածը եւ արդեն տեսնում եք մուտք է գործում խոռոչները, անգամ ներսից մաքրված է արդեն այս բրոշը։ Սովորաբար ես չեմ էլ գնում կեղտոտ բրոշներ, անմիջապես նկատվում է, որ լավ պահպանված չի, խուսափում եմ։ Մեծամասամբ կարիք էլ չի լինում մաքրելու, բայց բոլոր դեպքերում ես ախտահանում եմ մասնավորապես ականջողերը, թևնոցները, որոնք հենց կպնում են մաշկին, բրոշները, ասենք հագուստին են կպնում, բայց թևնոցները եւ ականջողերը սպիրտային լուծույթ օգտագործելը շատ պարտադիր է։ Նաեւ ասեմ ձեզ, դեղատներում կան չէ բարձիկներ, այսպիսի փոքրիկ սպիրտային բարձիկներ, ես միշտ ունենում եմ ինձ մոտ ականջողերը, իմ ականջողերը դնելուց առաջ միշտ եմ ախտահանում յուրաքանչյուր ականջող, որովհետև ժամանակի ընթացքում կարող է այնտեղ փոշի հավաքվել, կարող է այս մասերը սկսում են շուտ սևանալ, պայծինա հավաքվի։ Դրա համար ականջողերը հաճախ, մանավանդ եթե կլիպսներ չեն, պուսետներ են եւ մեխը մտնում է հենց ականջի անցք, արդեն կոնտակտ դոստուպ է ունենում արյան շրջանառություն։ Ձեր իսկ ականջողերը ամեն դնելուց առաջ պետք է սպիրտով ախտահանեք։ Այդ մեխիկները ախտահանեք, նոր դնեք ձեր իսկ ականջողերը։ Ես կլիպսներն էլ եմ ախտահանում, կապ չունի, որ կլիպսներ են, միևնույնն է մոտ է դեմքի շրջանին։ Այս կլիպսները ինձ շատ դուր եկան, իմ ֆավորիտն են այսօրվա զարդերի, իմ սիրած թեման է։ Երբեք այսպես չի կարելի փչել սպիրտային լուծույթը, միշտ պետք է փչել բամբակի վրա կամ անձեռոցիկի վրա, որովհետև անմիջապես կարող է եւ մի փոքր սպասել, որտեղ անմիջապես կարող է գունաթափել ականջողը, եթե ոսկուց չէ։ Տվյալ դեպքում ոսկեջրած է այս ականջողերը եւ այս բոլոր բրոշները ոսկեջրած են։ Ինչու է մինչեւ հիմա անցել է, ասենք մոտ 50, 60, 70 տարի այս զարդերը, բայց իրենց ոսկեգույնը չի թափվել, որովհետեւ բազմաշերտ են ոսկեջրել այն ժամանակ եւ մետաղները հատուկ սպլավներ են օգտագործվել, ձուլակտորներ, որոնց մեջ գերակշռում է ցինկը, ալյումինիումը, այդ իսկ պատճառով լավ վիճակում հասել են մինչ մեր օրերը։ Հեշտ կլինի ձեզ կարգի բերել ձեր զարդերը, բայց կա մի բայց, այդ իմ ասած այդ սպիրտային փոքրիկ անձեռոցիկները շատ փոքրիկ են, իսկապես շատ փոքրիկ են, հազիվ ես բռնում։ Չես կարող մեծ մասշտաբի զարդեր փայլացնել, այսինքն միայն ականջողի այդ հետևի մասի վրա կարող ես օգտագործել։ Մոտավորապես այսպիսի փոքրիկ չափս ունի, շատ փոքրիկ, եւ չես կարող
մեծ ծավալի զարդեր ախտահանել։ Դրա համար ես օգտագործեցի սա, որը ոչ միայն ախտահանեց, նաև պոլիշ արեց տվյալ դեպքում այս զարդերը։ Ահա այսպես, քանի որ արկա էին քարեր կրիստալներ, վիբրացիայի միջոցով ես չէի կարող մաքրել, հակառակ դեպքում կունենայի քարի կորուստներ, եթե չթռնեին էլ վրայից, հնարավոր է թուլանային ժամանակի ընթացքում ընկնել։ Գրեք, տեսնեմ ձեր տարբերակը, ինչպես եք մաքրում ձեր զարդերը, բացառությամբ արծաթի, դե արծաթյա զարդերը այլ կերպ են մաքրվում, սովորական բիժուտերիան, ինչպես եք դուք ինքներդ մաքրում, ախտահանում, հետաքրքիր է իմանալ։ Իսկ ես էլ փորձեցի ձեր տրամադրությունը բարձրացնել իմ բրոշներով։ Այսօր նույնպես մենք քննարկեցինք մի քանի կտոր զարդեր, ուսումնասիրեցինք նրանց պատմությունը, նրանց ծագման ժամանակաշրջանը, ինչպես նաև օգտագործված քարերը, մետաղները, քննարկեցինք, թե ինչու են վինտաժային զարդերը գերադասելի ավելի շատ, քան ժամանակակից զարդերը, քանի որ այսօր ակտուալ է այդ թեման, երբևիցե որևիցե ժամանակից առավել պոպուլյար ու մոդայիկ են վինտաժային զարդերը, օգտագործում են բոլոր նորաձևության տները, ոչ թե իրենք պատվիրում են այս զարդերի կոպիաները զարդերի ինդուստրիայում, այլ հենց գնում են վինտաժային զարդեր մեծ քանակությամբ եւ օգտագործում են իրենց նորաձևության ցուցադրությունների ժամանակ։ Եվ այսօր մարդկանց մոտ հարց է առաջանում, արդյոք իրենք էլ չգնեն վինտաժային զարդեր եւ օգտագործել դրանք, քանի որ կա մեծ պահանջարկ, իսկապես դեռևս հասանելի են այս շեդևրալ գործերը, եւս մի քանի տարիներ եւ այլևս հնարավոր չի լինի ձեռք բերել, գտնել, կամ էլ եթե հայթայթել, ապա շատ ավելի բարձր գներով, որովհետեւ ժամանակակից զարդերի ինդուստրիան միայն հաստոցային զարդեր է թողարկում, շամպով, ձեռքի աշխատանք գրեթե չկա, այդ իսկ պատճառով կարող են կոտրվել, ծալվել, վնասվել շղթաները, նույնիսկ եթե նկատել եք ոսկյա շղթաները, շղթայի նախկին շղթաների ձևով չեն ծալվում, անմիջապես կարծես կոտրվեն, մեջտեղից կիսվեն այդ գործվածքները վզնոցների, թևնոցների, դա է պատճառը, որ ձեռքի աշխատանքով չի արված, այլ հաստոցային։ Հիմա ասեմ ավելին, պրինտերներով են թողարկում զարդերը, թե ոսկերչական, թե բիժուտերիան, արդեն լրիվ անում է պրինտերը, պրինտերով տպվում է, կպցրվում է իրար դետալները եւ այդպես դուրս է գալիս արտադրություն, հասնում է սպառողին։ Հիմա էական չի այդ զարդերը երկար կյանք ունեն, չունեն, դուք կօգտագործեք, թե մի անգամ կօգտագործեք, դեն կշպրտեք։ Էականը այն է, որ մենք ունենանք իսկապես ոչ միայն որակյալ զարդեր, այլ նաեւ ժամանակի շունչ թելադրող զարդեր, այլ նաեւ ոչ ստեղծող զարդեր, քանի որ զարդերը իսկապես պատմում են մեր մասին, խոսում են մեր փոխարեն, մեր ոճն են մարդկանց փոխանցում։ Չէ՞ որ միանման կամ թեկուզ տարբերիչ հագուստներ կրելով չեն կարող թողնել մեր այցեքարտը, սիրելիներ, ինչպես յուրաքանչյուր պարֆյումը, օծանելիքն է մեր այցեքարտը, այնպես էլ մեր կրած զարդերն են մեր այցեքարտը, որով մենք թողնում ենք մեր ստատուսը։ Այլ առհասարակ ոճի, քանի որ նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն, այսպես է ասել աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանը։ Վինտաժ ձեռք բերելը այսօր դա մեծ առավելություն է, որտեղ բոլորը չունեն այդ դոստուպը, բոլորը չունեն այդ զգացողությունը, այդ տվյալ ժամանակաշրջանի ոգին, շունչը զգալու եւ միևնույն ժամանակ կրելով այդ զարդերը չունենալ հնաոճ տեսք։ Եթե միքսում ենք ժամանակակից հագուստի եւ զարդերի հետ եւ դա ստացվում է մեր մոտ, մենք ավելի fashion տեսք ենք ունենում, ահա դա է առավելությունը, որ մենք իսկապես ունենք այդ ունիկալ կարողությունը ունենալու միևնույն ժամանակ ժամանակակից տեսք, վինտաժային զարդեր կրելով հանդերձ։ Դա յուրահատուկ ունիկալ առանձնահատկություն է, որ բոլորին չի դա հասանելի։ Եվ իմ տեսանյութերը շատ ուսուցողական են այս առումով, եթե դուք երկար ժամանակ հետևում եք ինձ, պիտի որ արդեն բավականաչափ գիտելիքներ ձեռք բերած լինեք եւ արդեն կարողանաք համադրել, միքսել այս զարդերը ձեր պահարանում, ինչպես նաեւ ստեղծել ձեր կոլեկցիան, դա մեծ ժառանգություն է ձեր պահարանում, գերակշռող այսպիսի զարդերը ստեղծում են ոճ, թողնում են ձեր հետքը, ինչպես ձեր կոլեկտիվում, հասարակության շերտերում, այնպես էլ ձեր ընտանիքներում։ Ահա այսպիսի գեղեցիկ տրամադրությամբ ուզում եմ ասել ձեզ, որ մի տխրեք, կհանդիպենք շատ շուտով իմ զարդերի աշխարհում, սիրելիներ։